Տիկին Վարդապետյան, մեղադրանքը պաշտպանող կողմ եք հանդիսանում ձեր ինստիտուտը պետական շահերի պաշտպանության հայտ ներկայացնող կողմ եւ այս վերջերս ես լսում էի ձեր հարցազրույցներից մեկը, որի ընթացքում անդրադարձաք որակ արարք փիլիսոփայական կատեգորիային։ Այս դեպքում մենք ավելի տրիվիալ կարծես թե կատեգորիա ունենք քննարկելու որակ քանակ եւ արդեն խոսեցին քանակային ավելացման մասին եւ բնականաբար որ մարզերում ընդհանուր աճի հետ մեկտեղ որ մարզերում նշվեց որ ունենք անգամ եռապատիկ ավելացում գործեր, ինչը իհարկե իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունք է, ինչը նաեւ նշվեց վճռաբեկ դատանի նախագահի կողմից, այնուամենայնիվ ինչ պատկեր ունենք ձեր աչքերով քրեական արդարադատության ոլորտում, արդյոք քրեական գործերի քանակը ազդում է նախաքննության ու դատական քննության որակի վրա, արդեն իսկ մատնանշված լուծումներից բացի արդյոք կան այլ լուծումներ ըստ ձեզ, այնպիսին, որպեսզի նաև բացառենք մեղադրյալին քրեական պատասխանության ենթարկելու վաղեմության ժամկետի լրանալու դեպքերը եւ միգուցե դուք ունեք վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս այդ տենդենսը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Թումանյանց, նախ շնորհակալ եմ հրավերի եւ նման ներկայանալի պանելում ելույթ ունենալու եւ մեր դիտարկումները ներկայացնելու համար։ Ես սիրով միանում եմ նախ բոլոր շնորհավորանքներին եւ կարծում եմ, որ առաջիկայում մենք ունենալու ենք հաղթահարված մարտահրավերներ եւ ավելի բարձր պրոֆեսիոնալիզմ, դա հետեւողական աշխատանքի արդյունք է, որը մենք որպես կողմ դատարաններում ամեն օր նկատում ենք։ Բայց անդրադառնալով ձեր հարցադրմանը եւ չկրկնելով այն ամենը, ինչ ասվեց մինչեւ ինձ, ես կցանկանամ 3 շերտ առանձնացնել ձեր հարցադրման մեջ եւ առանձին շատ կարճ ու ստեյության եւ թույլ տվեք փաստահեն, որովհետեւ պատրաստվելով այսօրվա քննարկմանը մենք մի փոքր նաեւ վիճակագրական վերլուծական աշխատանք ենք իրականացրել մեծ տվյալների հետ աշխատանքով եւ առաջին հերթին խոսելով դատարաններում քրեական գործի թվի ավելացման մասին, ես կարծում եմ, որ մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների բացարձակ թվի ավելացման պատճառների մեջ որոշակի դերակատարում ունի գլխավոր դատախազի 25 թվականի հուլիսի 21-ի հրամանը։ Այս հրամանով հաստատվել են Երևան քաղաքի վարչական շրջանների եւ մարզերի դատախազների աշխատանքների գնահատման արդյունավետության գնահատման չափորոշիչն ու կարգը եւ կարելի ասել 180 աստիճանով փոխվել։ Դատախազների գնահատումը, բացի պետական շահերի պաշտպանության հայցերով վերջնական դատական ակտերով, դատախազական ներգործության միջոցներով եւ քրեական վարույթներով, պետությանը կամ համայնքին պատճառված վնասի վերականգնումից իրականացվում է նաեւ հիմք ընդունելով ծանր եւ առանձնապես ծանր գործերով մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվը, ինչպես նաեւ այս գործերով դատարաններում կայացված մեղադրական դատավճիռների թիվը։ Երևան քաղաքի վարչական շրջանների եւ մարզերի դատախազությունների աշխատանքի 25 թվականի առաջին կիսամյակի, իսկ ես կխոսեմ առաջ կիսամյակի մասին, որովհետեւ դեռևս չենք ամփոփել երկրորդը եւ իմ տարեկան հաղորդման մեջ արդեն ամբողջական տվյալները կլինեն։ Այս գնահատման արդյունքները փաստում են, որ մեր այս ստորաբաժանումների կողմից հաստատված մեղադրական եզրակացությունով դատարան է հանձնվել 5478 քրեական վարույթ։ Սակայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերը եղել են ընդամենը 8.7%, 476 վարույթ, որը հետագայում դառնում է քրեական գործ։ Այս պարզ հաշվարկը վկայում է, որ իրավապահ եւ դատական համակարգի արդյունավետությունը բացարձակ թվերով, իսկ երբ ես ասում եմ բացարձակ թիվ, ես նկատի ունեմ այսքան հատ վարույթ ձևակերպումը, մենք այլևս այս ձևակերպմամբ չենք կարող գնահատել մեր վիճակագրական տվյալները եւ չենք կարող չաշխատել մեծ թվերի հետ, որովհետեւ մենք կունենանք մի փոքր խեղաթյուրված եւ շփոթեցնող պատկեր։ Մենք պետք է դրա հետ համադրենք միջդատական վարույթում եւ դատարանում ավարտված գործերի ծանրության աստիճանը, անպայման։ Եվ ծանր ու առանձնապես ծանր գործերով կայացված մեղադրական դատավճիռների թիվը։ Եվ այստեղից անցում անեմ ձեր հարցադրման երկրորդ շերտին։ Դուք մեջ բերեցիք իմ հարցազրույցներից մեկը որակ քանակի հարաբերակցության տեսանկյունից եւ ձեր թույլտվությամբ շարունակելով այդ միտքը եւ հիշեցնելով ձեր հարցադրման այդ կտորը, որ արդյոք
քանակը ի վերջո բացասական իմաստով կարող է բերել որակի անկման, ինչպես նախաքննության փուլում, այնպես էլ դատարանում, ես կցանկանամ ընդգծել, որ ամեն անգամ, երբ մենք խոսում ենք իրավապահ եւ դատական համակարգի մասին, ծանրաբեռնվածություն բառը առաջինն է եւ ամենահաճախն է, որ հնչում է։ Մենք ծանրաբեռնված ենք, կրկնում եմ, այսքան հատ գործով։ Կրկին խոսում ենք բացարձակ թվերով։ Եվ եթե մենք շարունակենք բացարձակ թվերի վրա մեր գնահատականները, ապա մի օր անելու ենք շատ մեխանիկական մի եզրահանգում, որ ծանրաբեռնված աշխատանքը հանգեցրել է անորակության։ Եվ կարծում եմ, որ ձեր հարցի ենթատեքստում այսպես նուրբ այդ մտահոգությունը իհարկե կա։ Ես կարծում եմ, որ այո կդառնա անորակ, եթե մենք նույն ժամանակը եւ նույն էներգիան ծախսենք ինչպես պարզ, այնպես էլ բարդ խնդիրների լուծման համար։ Խոսքը վերաբերում է ոչ միայն դատարաններին, խոսքը վերաբերում է նաեւ միջդատական վարույթներին։ Ես էլի, քանի որ սիրում եմ, երբ մենք փաստահեն ենք խոսում, էլի մի փոքր ձեզ կծանրաբեռնեմ, բայց շատ այսպես տեսանելի եւ վերլուծության համար հիշելի թվերով, ու կառաջարկեմ մի հատ շատ կարճ մտավարժանք անենք իրար հետ։ 2025 թվականի առաջի կիսամյակում 4706 գործով 4961 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Այս թվից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերից մեղադրական դատավճիռներ են կայացվել 401 գործով 523 անձի նկատմամբ։ Եթե ամփոփենք, ապա կայացված մեղադրական դատավճիռների մեջ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերի տեսակարար կշիռը ընդամենը 8.5% է։ Համեմատելու համար նույն ժամանակահատվածը վերցնենք 2024 թվականի, նույն առաջին կիսամյակը։ Մեղադրական դատավճիռներ են կայացվել 3819 քրեական գործով։ Ուշադրություն դարձրեք, բացարձակ թվերի մեջ կա աճի միտում, բայց երբ որ մենք նայում ենք բովանդակությունն ու որակը, հիմա կտեսնենք, որ մենք ունենք ցավոք սրտի նվազում։ Այս թվերից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերից մեղադրական դատավճիռներ են կայացվել 436 գործով 521 անձի նկատմամբ։ Մեղադրական դատավճիռներով ավարտված գործերի մեջ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերի տեսակարար կշիռը անցյալ տարի եղել է 11.4%։ Հիշեցնեմ, այս տարի 8.5-ն էր։ Այսինքն, եթե այսպես համադրենք, կտեսնենք, որ 24 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ բացարձակ թվերով մենք ունենք աճ, բայց երբ որ մենք խոսում ենք որակական գնահատականի մասին, ցավոք սրտի ունենք մոտ 8% նվազում։ Եվ այս վերլուծությունից, եթե շատ պարզ, այսպես հողի վրա եզրահանգում անեմ, ես կարծում եմ, որ այստեղ բարեփոխման անհրաժեշտություն կա, բայց աշխատանքի կազմակերպման եւ աշխատանքի նպատակներից բխող երկու շերտ խնդիրների տարանջատման տեսանկյունից՝ տակտիկական եւ ստրատեգիական։ Ասվածը բնավ օրենսդրական բարեփոխումների մասին չէ, մենք չենք պատկերացնում, որ սա հնարավոր է որևէ օրենսդրությամբ, բարձրագույն ակտով կամ որևէ այլ օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտով փոխել, մենք կարծում ենք, որ այստեղ շատ պարզ, բայց միաժամանակ երևի մի փոքր բարդ մարտահրավեր է, որովհետև պետք է փոխվի մտածողությունը եւ աշխատանքի նկատմամբ, աշխատանքի արդյունավետության նկատմամբ վերաբերմունքը։ Եվ ամենակարևորը մենք պետք է դադարենք բացարձակ թվերով վիճակագրություն վարել։ Եթե մենք մեծ տվյալների հետ, big data-ի հետ չսովորեցինք աշխատել, մենք անընդհատ մեխանիկորեն ավելացնելու ենք թիվը, բայց հետևից բացարձակ թվերով անխուսափելիորեն ունենալու ենք աճ։ Եվ այս հարցադրման հետ ես արդեն չչարաշահելով ժամանակը, բայց կցանկանամ ձեր հարցադրման երրորդ շերտին անդրադառնալ եւ ելի ձեր հարցին, որ արդյոք կան որոշակի լուծումներ ողջամիտ ժամկետում գործերը քննելու համար, կուզենամ շատ կարճ պատասխանել, որ այո, կան։ Եվ կրկին, որպեսզի մեր կապարանոց չհնչի իմ կանը, կբերեմ շատ փոքրիկ ու, այսպես կարելի ասել, էմպիրիկ փորձի վրա հենված մի վերլուծություն։ Մենք մեզ թույլ ենք տվել Գեղարքունիքի մարզի դատարանը վերցնել որպես ուսումնասիրության առարկա 2024 թվականի 9 ամիսների ընթացքում քրոնոմետրաժ են կարել հենց այս մարզի պատահականության սկզբունքով մարզի դատարանի աշխատանքը եւ ինչ հետաքրքիր եզրահանգումների ենք հանգել։ 472 քրեական գործի դատաքննությունը ավարտվել է եւ մնացորդ քրեական գործերի թիվը կազմել է 136։
Եթե ավելի պարզ ասեմ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված գործերի թվից ավելին ավարտվել է եւ տեղի է ունեցել մնացորդ քրեական գործերի նվազում, ինչը անսպասելի եզրահանգում է։ Եվ մենք սկսեցինք վերլուծել, թե ինչն է այս դրական դինամիկայի պատճառը, եւ մի շարք համաժամանակյա գործոններ վերհանեցինք։ Ձեր թույլտվությամբ թվարկեմ։ Նախ դատական նիստերի նշանակման հաճախակիություն։ Ես հիմա թվերով ցույց կտամ, ինչ հաճախակիություն են ենթադրել այս նիստերը։ Դատախազների կողմից նիստերին բացակայելու դեպքերի բացառում, գիտեք, մենք այս հարցը կարգավորել ենք արդեն 2 տարի, դա էթիկայի հարց է դատախազների համար եւ այդ բացակայությունները ընդհանուր մինչեւ կարգապահական պատասխանատվության են հանգեցնում։ Երրորդ գործոնը, որը շատ կարևոր է, դատավորը ակտիվ է եղել կողմերի ներկայությունն ապահովելուն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու համար, խոսքը գրագրության մասին չէ։ Կողմերի հետ նախապես դատավորը նիստի օր է համաձայնեցրել, իսկ եթե եղել են անհարգելի բացակայություններ, կիրառել է օրենքով նախատեսված միջոցներ, սանկցիաներ, այսինքն դատավորը համարձակ է եղել նմանատիպ որոշումներ կայացնելիս։ Եվ խոսքը մի դատավորի մասին չէ, խոսքը ամբողջ դատարանի մասին է։ Եվ դատական նիստերը, որը շատ հետաքրքիր էլի եզրահանգում էր մեզ համար, եթե բովանդակային առումով տեղի է ունենում դատական նիստ, որը տևում է 1 ամբողջ աշխատանքային օր, դա շատ ավելի արդյունավետ է լինում, քան օրինակ բացված եւ ընդհատված դատական նիստը, ֆորմալ առումով դատական նիստ կա, բովանդակային առումով դատական նիստ չկա։ Եվ մենք կարծում ենք, որ այս պայմանների միաժամանակյա առկայությունը թույլ է տվել դատարանին նման դրական ցուցանիշներ գեներացնել։ Նաեւ այստեղ իհարկե չպետք է ես խոստացա եզրահանգման մեջ նշել, թե ինչ մինիմալ, միջին, այսպես ասած, նիստերի քանակ է, որը թույլ է տվել դատարանին նման ցուցանիշներ գեներացնել, մեր կարծիքով, եթե ամիսը խոսքը վերաբերում է բարդ գործերին, 2-ից 3 բովանդակային նիստ է տեղի ունենում, ապա որպես կանոն այս նիստերը չեն ձգձգվում եւ դուրս չեն գալիս ողջամտության սահմաններից։ Այստեղ իհարկե մեծ դերակատարություն ունեն համաձայնեցման վարույթները, որտեղ տուգանքները նշանակվում համաձայնեցված վարույթներով եւ արագացված դատաքննությունները իհարկե, երբ որ մենք ունենում ենք որակյալ մեղադրական եզրակացություն եւ ըստ էության արդեն կողմը դատարանում դա չի վիճարկում։ Ամփոփելով նշեմ, որ նկարագրված իրողությունը աշխատանքի կազմակերպման, այն ինչի մասին ես խոսում եի, որակ քանակ հարաբերակցության մեջ ցույց է տալիս, որ շատ էլ հնարավոր է, նույնիսկ մարզի պայմաններում, երբ որ մենք այսօր մարզերում ունենք, ես տեսա Արարատն ու Վայոց ձորը, ու ճիշտ ասած չզարմացա Արմավիրի վրա, որովհետև ես տեսնում եմ, թե մեղադրական եզրակացություններով քանի ծանր եւ առանձնապես ծանր գործ է այս մարզերի կողմից ուղարկվում դատարան, ես տեսնում եմ, որ եթե դատավորները, իսկ խոսքը 5 դատավորի մասին է, կարողանում են աշխատանքի կազմակերպման նման որակ ապահովել, մենք ըստ էության կարողանում ենք հաղթահարել ուշացած արդարադատությունը։ Ես շատ կարճ ուղղակի, քանի որ շատ խոսեցինք ողջամիտ ժամկետների հետ կապված գործերի քննության եւ վաղեմությունն անցնելու հիմքով դատաքննության փուլում եւ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ ցանկալի կլիներ, եթե մեր կողմից դաշտային աշխատանքի, ես մեր աշխատանքը դաշտային եմ անվանում, դաշտային աշխատանքի արդյունքները ներկայացնենք, ես իմ կարծիքով բացասական դինամիկա եմ տեսնում, կցանկանայի ձեզ հետ կիսվել մեր արած եզրահանգումներով 2020 թվականին բացարձակ թվերով դատաքննության փուլում վաղամության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում դադարեցվել է 61 անձի նկատմամբ 2021 թվականին 233 22-ին 343, 23-ին 519, 24-ին 233, 25-ը դեռ ամբողջությամբ ամփոփված չէ, բայց առաջին կիսամյակում ունենք 118 անձի նկատմամբ ըստ էության վաղեմության հիմքով հետապնդման դադարեցում, որը կարծում ենք մարտահրավեր է, որը անհրաժեշտ է հաղթահարել։ Ճիշտ է, նոր քրեական օրենսգիրքը այս հարցը կարծես թե լուծել է ավելի երկար ժամկետներ է նախատեսել, ես վստահ եմ, որ կառավարության եւ օրենսդիր մարմնի մեր գործընկերները ավելի մանրամասն սրա մասին կխոսեն եւ բնականաբար 2022 թվականից հետո քրեական վարույթներով մենք այս մարտահրավերը չենք ունենալու, բայց մենք ակնհայտորեն այս մարտահրավերն ունենք մինչեւ 2022 թվականը կատարված հանցագործությունների հետ կապված եւ մենք այստեղ կարծում ենք, որ առաջինը անհրաժեշտ է աշխատանքի ճիշտ պլանավորում,
Վիճակագրությունը բացարձակ թվերով հաշվելուց այլևս ձեռնպահ մնալ եւ ավելի շատ վերլուծություն անել մեծ տվյալների հետ եւ ինչը ոչ պակաս կարեւոր է այսօր մեղադրանքների հետ կապված նաեւ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները հաշվի առնելով մեկ վարույթում միացվում են այն գործերը, որոնք վերաբերում են նույն անձանց եւ սա թույլ է տալիս ընդհատել վաղեմության ժամկետի ընթացքը եւ կոռուպցիոն գործերով մենք ունենում ենք նաեւ փողերի լվացման մեղադրանքներ, որոնք եւս ընդհատում են վաղեմության ժամկետի ընթացքը, կարծես թե այս դատական պրակտիկան լուծումը առաջարկել է։ Մենք կարծում ենք, այստեղ ամենամեծ մարտահրավերը մնում է, որ յուրաքանչյուր դատավոր իր ամենօրյա աշխատանքի մեջ կարողանա այս առաջնայինը երկրորդականից տարբերելու եւ ստրատեգիական առումով տակտիկական քայլերը ճիշտ մշակելու դեպքում հնարավորություն տա մեծ ժամանակին ավարտել դատարանում քրեական վարույթները։ Նեղություն եւ մի փոքր շատ խոսեցի թվերով ծանրաբեռնեցի, բայց եթե հարցեր կլինեն, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Շնորհակալություն Տիկին Վարդապետյան, շատ կարևոր էր հնչեցված նաև վիճակագրական տվյալները, հատկապես ես մտածում եմ, որ կարող է լինել տարբերություն, բայց 20 թվականին 60, շուրջ 60, ես կլոր թվերը կասեմ, 60, հետո 300, այս պահին դեռևս 100 քանիս, այսինքն 4-5 անգամ ավել գործերի այդպիսի ավարտով, այսպես անորոշության ավարտով, հա, շատ հաճախ այնել քրեական արդարադատության դեպքում դա իհարկե խնդրահարույց է եւ միանշանակ լավ ուղերձ չէ հասարակության համար, քանի որ ստացվում է, որ կարելի է կատարել հանցագործություն եւ մնալ անպատիժ եւ դա օրենքի ուժով, այսպես ասած, նաեւ ուշացած արդարադատության արդյունքում, բայց շատ կարեւոր է մի բան, շատ հետաքրքիր վիճակագրության վերաբերյալ վերլուծություն արեցիք, ուղղակի Այդ տեսեք Գեղարքունիքի մարզը, եթե չեմ սխալվում, նվազդ ծանրաբեռնված դատարաններից է եւ դատավորները այդքան ծանրաբեռնված չեն եւ շատ հաճելի է լսել, որ չծանրաբեռնվածության պայմաններում կամ միջին նորմալ ծանրաբեռնվածության դեպքում դատավորները նաեւ ձեր որպես կողմի գնահատական շատ նորմալ իրականացրել են process-ը եւ աշխատանքային առումով լավ են կազմակերպել այն եւ իհարկե ծանրաբեռնվածության պայմաններում միանշանակ կա միգուցե կաղելու եւ լավարկելու հնարավորություն, ինչը նպատակ է ունեցել, երբ որ մենք որոշում ենք կայացրել ուղենիշային ժամկետների վերաբերյալ նաեւ մոնիթորինգ իրականացնելու դատարանների նախագահների, կարծում եմ մենք այստեղ միանշանակ լավարկման եւ այդ մոնիթորինգի մեխանիզմը ավելի բարելավելու կարիք ունենք ձեր բարձրացած հարցերին նաեւ անդրադառնալու համար, բայց եթե լրացնելով ավելացնելու բան եք, խնդրեմ։ Կարճ ուղղակի մենք նաև հաշվի ենք առել վերլուծությունն անելիս ինչու Գեղարքունիքը, որտեղ համալրված է եղել ամբողջությամբ։ Օրինակ, եթե ես փորձեի Արմավիրը կամ Արարատը որոշակի դժվարություններ էինք ունենալու համալրվածության հետ կապված խնդիրներ ու խոչընդոտներ կար, մենք շարունակելու ենք այս աշխատանքը եւ մի կարեւոր ընդգծում մենք չենք ընտրել ամենածանրաբեռնված դատարանները ցույց տալու համար, որ եթե դատավորները ունենում են աշխատանքի պլանավորման մակարդակ, իրենք չեն էլ ունենում աշխատանքային ծանրաբեռնվածություն, այսինքն, հա, շրջապտույտը տեղի է ունենում, այսպես ասած, նաև աշխատանքային սովորույթի ուժով։ Այս ուղղակի դիտարկումն է ուզում անել, որ տպավորություն չլինի, որ Գեղարքունիքը ընտրել ենք որպես ամենալավը, չէ։ Ընտրել ենք նախ պատահականության սկզբունքով, երկրորդը համալրվածությունը հաշվի առնելով եւ չենք ընտրել ամենածանրաբեռնվածը, որպեսզի կողմնակալության տպավորություն չստեղծեինք։ Շնորհակալ եմ։ Կալեմ, այո, մեդալը ունի երկու կողմ սկզբունքով, հա, եւ այստեղից կարելի է նայել եւ այնտեղից։ Իհարկե համալրվածությունը միգուցե ինչ-որ մի շրջանում ձեր կողմից ուսումնասիրության կատարված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մենք հիմնականում մեր մոտ գրեթե բոլոր հաստիկները այս պահին լրացված են, բայց կարող է ինչ-որ մի ժամանակ մինչեւ հրամանագիրը, մինչեւ նոր նշանակումը ձեր ուսումնասիրության ժամանակահատվածում Գեղարքունիքն է, որ եղել է թափուր։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։